Շաբաթ օրը Ազատության հրապարակում արցախցիների հրավիրած հանրահավաքի վերջում բոլորը է եղել։ Հանրահավաքին եկած Արցախի քաղաքական հասարակական մի խումբ գործիչներ վերջում հրապարակի մատույցներում նկատել են ԱՀ նախկին ԱԽԿ Վիտալի Բալասանյանին ու պարզաբանումներ պահանջել, թե ինչ է իր բանակցում ադրբեջանցիների հետ, որ վերջում Արցախն ընկավ։ Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո Բալասանյանը, որ ջերմ հարաբերություններ ուներ ռուս խաղաղապահների հրամանատարության հետ, ներգրավված էր ադրբեջանցիների հետ բանակցություններում։ Արցախցիները Վիտոյին մեղադրել են նաև պատերազմից 2 տարի անց Փարուխը հանձնելու մեջ։ Բալասանյանն ասել է, որ ինքը կապ չունի նրանց մեղադրանքների հասցեատերը չէ, Փարուխն էլ չէր կարող հանձնել, քանի որ ինքը եղել է Անվտանգության խորհրդի քարտուղար եւ չէր կարող զորքի հետ քաշման հրաման տալ։ Այդ հրամանը տվել է ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը եւ նրանց ուղղորդել է Վարդանյանի կողմը։ Ներկաները տպավորություն են ստացել, որ Վարդանյանը ՀՀ իշխանությունների հետ ջերմ հարաբերությունների շնորհիվ է, որ այս կորուստների համար պատասխանատվության չի կանչվում։ Վիլեն Գաբրելյանի հետ կատարվածը ճոճել է ՔՊ-ի նավը։ Ֆրակցիայից մի ստվար զանգված պատրաստվում է քննարկման առարկա դարձնել մյուս պատգամավորների վարքը, որոնք պարբերաբար աչքի են ընկնում ոչ ստանդարտ պահվածքով, սակայն մնում են անպատիժ, մինչդեռ Վիլեն Գաբրելյանին համայնքը չներեց։ Դիցուկ Ալեն Սիմոնյանը թքեց, Արթուր Հովհաննիսյանը, Ռուստամ Բաքոյանը սպառնալից հայտարարություններ արեցին, Վահագն Ալեքսանյանն ակացի տվեց, Անդրանիկ Քոչարյանը վիրավորում է լրագրողներին եւ ոչ ոք չպատժվեց։ Անգամ հրապարակային ներողություն չխնդրեցին, անսասան մնում են իրենց տեղում։ Եթե Վիլենին չի կարելի, ապա չի կարելի նաև մյուսներին, եւ նրանք էլ պետք է մանդատից զրկվեն, ասաց ՔՊԱ-կանը։ Ընդ որում խմբակցությունում կարծիք կա, որ գործընկերները սարքեցին Վիլենի գլխին, որ փուռը տան նրան, եւ Գյումրիում գրած պարտության հիստերիան Փաշինյանը նրա գլխին թափի։ Նշենք, որ Գյումրու ՔՊ շտաբում այդ օրը եղել են գրեթե բոլոր հայտնի ՔՊԱ-կանները, շտաբի աշխատանքների կուրացիան իրականացրել է Վահագն Ալեքսանյանը, հենց ՔՊԱ-կանների հետ է Վիլենը խմել, իսկ ՔՊ-ում բոլորը գիտեն, թե ինչ է լինում, երբ Վիլենն ալկոհոլ է օգտագործում, ուստի պետք է թույլ չտային, որ փողոց դուրս գար։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կրկին ԱԺ կգնա, այս անգամ ներկայացնելու իր ղեկավարած համակարգի 2024 թվականի հաղորդումը, որը ըստ օրենքի ԱԺ-ն քննարկում եւ գիտություն է ընդունում։ Շուրջ 200 էջից 30-ը նվիրված է դատախազի միջազգային այցերին, հանդիպումներին, լուսանկարներով ցուցադրել են նրա նվաճումները։ Հաղորդման համաձայն 2023 թվականի համեմատությամբ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքերն աճել են 337-ով, 2022-ին 20024 էին։ Միջին ծանրության հանցագործություններին նվազել են 595-ով, 2023-ին 12848 էին։ Ծանր հանցագործություններին նվազել են 598-ով, 2023-ին 6116 էին։ Առանձնապես ծանր հանցագործություններն աճել են 422-ով, 2023-ին 1678 էին։ Վիլեն Գաբրելյանի մանդատից հրաժարվելու որոշման հարցում ՔՊ-ում հակասական տեղեկություններ են պտտվում։ Նրա մտերիմները վստահեցնում են, որ որոշումը Վիլենինն է, որ օյաղանալուց հետո նա անձամբ դիտել է Գյումրիում իր արկածների տեսանյութերը եւ հասկացել, որ անվայր ուժ վարք է դրսեւորել, ու մտերիմներին վստահեցրել է, որ պարտավոր է պատասխան տալ, ու մանդատից հրաժարվելու որոշումը Գյումրու դեպքերի հաջորդ օրը չի հրապարակել միայն ընկերների խնդրանքով, որոնք փորձել են համոզել, որ հետ կանգնի։ ՔՊ-ի մյուս թևը ճիշտ հակառակն է պնդում։ Վիլեն Գաբրելյանը նախապես իմանալով, որ երեքշաբթի օրը վարչությունում իր հարցը լուծվելու է, առաջ է ընկել ու տարածել նման հայտարարություն։ Գյումրու դեպքերի հաջորդ օրը նա եղել է ԱԺ-ում շփվել գործընկերների հետ եւ լուտանքներ ստացել նրանցից, թե ինչպես կարող էր հայտարարել իրենց։ Երեկոյան, երբ տեղեկացրել են, որ իր հարցը հասել է վարչություն ու պետք է ներկայանա բացատրություններ տալու, շտապել է հայտարարություն անել։ Մանդատից հրաժարվելու հայտարարությունում նա նշել է. ԱԺ պատգամավորն իր առաքելությունում պարտավոր է չդրսևորել անհարկի վարքագիծ եւ տեղեկացրել է, որ ինքն առաջադրվում է ՔՊ կուսակցության վարչության առաջիկա ընտրություններում որպես վարչության անդամի թեկնածու։ Ինձ համար միանշանակ է, որ մեր կուսակցությունն ունի լրջագույն առողջացման եւ կերպարանափոխման կարիք, գրել է Վիլեն Գաբրելյանը առանց մանրամասնելու, թե ինչ առողջացման մասին է խոսքը։ Մեր աղբյուրի փոխանցման վերջին միտքը եւս հուշում է, որ Գաբրելյանն ինքնակամ չի հեռանում եւ ակնարկում է, որ կուսակցությունում հիվանդներ շատ կան, ինքը միակը չէ։